Սատանան ու բախտավոր Ժանը, ֆրանսիական ժողովրդական հեքիաթ։ Մութ անտառի ծայրին գտնվող մի խարխուլ փայտյա տնակում կնոջ ու որդու հետ ապրում էր մի աղքատ կոշկակար։ Կոշկակարն ամբողջ օրը աշխատում էր, հազիվ մի քանի կոպեկ փող էր վաստակում ու դրանով ընտանիքը պահում։ Նա 12 երեխա էր ունեցել, բայց 11-ը մահացել էին, միայն մի տղա էր ողջ մնացել։ Դրա համար էլ տղային բախտավոր Ժան էին կոչում։ Բախտավոր Ժանը չէր ուզում կոշկակար դառնալ։ Նրա հասակակիցները երազում էին Ֆրանսիա գնալու, հարստանալու մասին, բայց կոշկակարը չէր ուզում իր մինուճար տղային ուղարկել Ֆրանսիա։ Մի օր հերթական կոշիկը կարկատելուց հետո բախտավոր Ժանը գնում է հոր մոտ և իր գործն իմացող մարդու վստահությամբ ասում է. «Եթե չեմ սխալվում, սա իմ կարկատած 970-րդ զույգ կոշիկն է, էսքան ժամանակ կարում կարկատում եմ, բայց դեռ չեմ հարստացել։ Չէ, հայրիկ, ես որոշել եմ գնալ, աշխարհ ման գալ և ապացուցել, որ զուր չես իմ անունը Բախտավոր Ժան դրել։ Մեր դպրոցի վարժապետը ինձ սովորեցրել է գեղեցիկ գրել ու վարժ կարդալ։ Եթե չկարողանամ մի բանի հասնել, նշանակում է իմ բախտում էլ սատանայի մատախառն է»։ «Տղա՛ս, – ասում է կոշկակարը, – եթե քարը մի տեղում չի մնում, նրա շուրջը մամուռ չի բուսնում»։ Բախտավոր Ժանը պատասխանում է. «Համաձայն եմ, բայց մեր վարժապետն ասում էր, եթե քարը տեղից չշարժվի, ոչ կտաշվի, ոչ էլ կհղկվի»։ «Հերիք է գլուխս տանես, – բարկանում է հայրը, – գնա ուր ուզում ես, թեկուզ սատանայի ծոցը, ու էլ աչքիս չերևաս»։ Բախտավոր Ժանը հագնում է իր միակ տոնական զգեստը, համբուրում է մորը ու գնում։ Նա որոշում է նախ մոտիկ մի քաղաքում լավ արհեստ սովորել, մի քիչ փող վաստակել։ Անտառը բավականին մեծ էր, և Ժանը քայլում ու մտածում էր իր անելիքների մասին։ Մտքերի մեջ ընկած գնում է ու չի նկատում, թե ինչպես է օրը մթնում։ Տեսնում է մութն ընկավ, իսկ ինքը անտառից դեռ դուրս չի եկել։ Հանկարծ որտեղից որտեղ Ժանի դիմաց հայտնվում է մի բարձրահասակ պարոն։ Էս պարոնը ոտքից գլուխ սև շորեր էր հագել, իսկ աչքերը տարօրինակ ձևով պսպղում էին մթության մեջ։ «Պարոն, կարո՞ղ եք ինձ ասել, որտեղ է վերջանում այս անիծյալ անտառը», – հարցնում է կոշկակարի որդին։ Անծանոթը միանգամից չի պատասխանում։ Նա մի պահ զննում է Ժանին և ասում է. «Տղա՛ս, չես կորչի, մի օր դուրս կգաս անտառից։ Իսկ ու՞ր ես գնում այս ուշ ժամին»։ «Պարոն, – պատասխանում է բախտավոր Ժանը, – ես էլ չգիտեմ, թե ուր եմ գնում։ Ուզում եմ քաղաք ընկնել ու մի հարմար գործ ճարել ինձ համար»։ «Հրաշալի միտք է, – ոգևորվում է անծանոթը, – ես էլ քաղաքից եմ վերադառնում, գնացել էի հարմար ծառա փնտրելու ու դեռ չեմ գտել»։ Եվ ավելացնում է. «Իսկ դու, սատանան տանի, ինձ դուր ես գալիս»։ «Ծառա՞, կաշխատեմ», – մի քիչ մտածելուց հետո ասում է տղան, – «ես շատ բան չեմ ուզում»։ «Լավ, – ասում է անծանոթը, – իսկ տարեկան ինչքան աշխատավարձ ես ուզում»։ «100 EQ»։ «Ես քո ուզածի կրկնապատիկը կտամ», – ոգևորվում է անծանոթը, – «բայց դու պետք է այնպես աշխատես, որ ես գոհ լինեմ քեզնից։ Ասա ինձ, տղա՛ս, դու կարդալ գրել գիտես»։ «Իհարկե գիտեմ», – ուրախ պատասխանում է տղան, – «կարդալ էլ գիտեմ, գրել էլ։ Ես նույնիսկ կարող եմ մի քանի լեզվով գրել»։ «Ավելի վատ քեզ համար», – չոր կտրում է անծանոթը, – «ինձ այդքան գրագետ ծառա հարկավոր չէ, մնաս բարով»։ Ասում է ու գնում։ Բախտավոր Ժանը սկսում է ծոծրակը քորել, մտքերի մեջ է ընկնում և հանկարծ գոռում է. «Էյ, պարոն, իմ հետևից եղբայրս է գալիս, նա հիմար է, ինչպես ավանակը, սպասեք, գուցե նրա հետ կարողանաք լեզու գտնել»։ «Դա դեռ կտեսնենք», – առանց շրջվելու պատասխանում է անծանոթն ու շարունակում է ճանապարհը։
Սպասիր, հիմարի մեկը, ես քեզ հիմա ցույց կտամ, ինքն իրեն ասում է Ժանը։ Նա պիջակը հանում է, շուռ է տալիս ու նորից հագնում։ Ներսից պիջակը կարմիր կտորից էր, դրսից գորշ։ Բախտավոր Ժանը ծառերի արանքով արագ շրջանցում է սև շորերով մարդուն ու հիմա էլ կարմիր պիջակով է հայտնվում նրա առաջ։ Երիտասարդ, այս ուշ ժամին ուր եք գնում, հարցնում է անծանոթը։ Պարոն, պատասխանում է Ժանը, ճիշտն ասած, ես էլ չգիտեմ, թե ուր եմ գնում, եղբայրս մեկնել է քաղաք փող վաստակելու, ես էլ որոշեցի գնալ նրա մոտ։ Ես էլ հենց քեզ պես տղա եմ փնտրում, ասում է անծանոթը, չես ուզի ինձ մոտ ծառ աշխատել։ Հաճույքով, պարոն, իսկ ինչքան աշխատավարձ ես ուզում։ Շատ չեմ ուզում, պարոն, պատասխանում է բախտավոր Ժանը, եթե տարեկան 200 էքյու տաք, ինձ լրիվ բավական է։ Ես քո ուզածի կրկնապատիկը կվճարեմ, եթե իհարկե գոհ լինեմ քո աշխատանքից, ասում է անծանոթը և ավելացնում. Իսկ դու գրել կարդալ գիտես, թե անգրագետ ես։ Պարոն, ես անգրագետ եմ, ասում է Ժանը, ոչ գրել գիտեմ, ոչ կարդալ, այ եղբայրս ավելի լավ քեզ համար, նրա խոսքը կտրում է անծանոթը, հետևիր ինձ։ Ասում է ու քայլում դեպի անտառի խորքը։ Բախտավոր Ժանը գնում է նրա հետևից։ Գնում են, հասնում են մի գեղեցիկ դղյակի։ Դղյակը կառուցված էր անտառի կենտրոնում, մի բլրակի վրա, և քանի որ այդ ժամին լուսավորվում էր լուսնի շողերով, ավելի խորհրդավոր տեսք էր ստացել։ Դու ապրելու ես այս տանը, ասում է անծանոթը։ Ներս են մտնում, սեղանն արդեն պատրաստ էր, և երկուսով սկսում են ճաշել։ Երբ ուտում վերջացնում են, սև շորերով մարդը Ժանին բացատրում է, թե նա ինչ է անելու դղյակում։ Դու պետք է հետևես իմ ձիուն ու գրքերին։ Իմ բացակայության ժամանակ ոչ ոք այստեղ չպետք է մտնի։ Իսկ դու դղյակից դուրս ես գալու տարին միայն մեկ անգամ և միայն իմ թույլտվությամբ։ Պարզ է։ Պարզ է, տերիմ, պատասխանում է Ժանը, ես այնպես կանեմ, որ դուք միշտ գոհ կլինեք։ Բախտավոր Ժանը մտնում է դղյակի ամենաընդարձակ սենյակը։ Դա գրադարանն էր։ Ժանը քնելու էր հենց այդ սենյակում։ Պատերը ծածկված էին ածխագույն տախտակներով, իսկ տախտակների վրա դարսված էին անթիվ անհամար գրքեր ու հին ձեռագրեր, կազմով ու առանց կազմի, տարբեր չափերի ու տարբեր գույնի։ Գրողը տանի, մտածում է կոշկակարի տղան, այս մարդը գիտնական է երևում։ Կարծես աշխարհի բոլոր գրքերը ժամադրվել են այս սենյակում։ Այսպես մտածելով, բախտավոր Ժանը խորքուն է մտնում։ Հաջորդ առավոտյան արթնանում է ու գնում տիրոջ սենյակը։ Սենյակում ոչ ոք չկար։ Վազում է մառան, բարձրանում է ձեղնահարկ, աշխատասենյակից անցնում է հյուրասենյակ, դուրս է գալիս բակ, մտնում է պարտեզ, բայց սև շորերով մարդը չկար ու չկար։ Ոչ մի կենդանի շունչ։ Ժանին թվում է, թե անծանոթն իրականում չի եղել և նրան երազում է տեսել։ Բախտավոր Ժան, ինքն իր հետ խոսում է նա, այս ամենը վատ նշան է, ասենք երևի ոչ մի վատ բան էլ չկա, մարդ է, կարող է գիշերը գործով տեղ է գնացել, հիմա ինչ գործն է, ավելի լավ, գնամ ձիով զբաղվեմ։ Մտնում է ախոր ու զարմանքից բերանը բաց է մնում, տեսնում է եղած-չեղածը մի քնձռոտ ձի է, որի մաշկի տակից դուրս էին ցցվել բոլոր ոսկորները։ Ձիուն մի քիչ կեր է տալիս, շուրջը մաքրում է ու դուրս գալիս բակ։ Բակը 4 կողմից շրջապատված էր երկաթե հաստ ձողերից շինված ցանկապատով։ Երկաթաձողերի սուր ծայրերը ցցված էին վեր, այնպես, որ այդ ամենը ամրոցի տպավորություն էր թողնում։ Ոչ մեկը ոչ կարող էր ներս մտնել, ոչ կարող էր դուրս գալ այնտեղից։ Միակ ելքը մեծ ծանր դարպասն էր, էն էլ փակված էր բանալիով։
Հիմար եմ, իսկական հիմար, մտածում է բախտավոր Ժանը, ես էլ նրան կոմսի տեղ եմ դրել ու չեմ հասկանում, որ ես ընդամենը այդ սև շորավորի բանտարկյալն եմ, բայց ոչինչ, մի կերպ կդիմանամ, 400 էքյուն կառնեմ ու կվերադառնամ տուն ծնողներիս մոտ։ Այսպես է մտածում բախտավոր Ժանը և մտնում է դղյակ։ Դղյակում այնպիսի ուտելիքներ է գտնում, որ ոչ տեսել էր, ոչ էլ կերել։ Սեղան է նստում ու սկսում ուտել։ Մի ամբողջ ամիս սև շորերով մարդը տուն չի գալիս, երբ վերադառնում է, նախ մտնում է ախոռ, հետո գնում է գրադարան, ուշադիր զննում է բոլոր գրքերը, բոլոր անկյունները և համոզվելով, որ ամեն ինչ իր տեղում է, կանչում է բախտավոր Ժանին ու ասում. «Փոքրիկ բարեկամ, ապրես, լավ ես աշխատում, ես քեզնից գոհ եմ, եթե սրանից հետո էլ ինձ այդպես ծառայես, չես փոշմանի, վերցրու այս պիստոլը քո լավ աշխատանքի համար»։ Պիստոլը, ի դեպ, 5 դրամ է։ Հաջորդ օրը դղյակի տերը նորից է մեկնում և ամեն անգամ, երբ մի քանի ժամով վերադառնում է իր դղյակը, բախտավոր Ժանից միշտ գոհ է լինում ու մի պիստոլ կամ լուի դոր 5 ոսկե դրամ է նվիրում նրան ու նորից մեկնում է։ Խեղճ Ժանը տանջվում է ձանձրույթից ու մենակությունից, նա ժամերով նստում է գրադարանում ու իրար հետևից թերթում բոլոր հաստափոր գրքերը, որպեսզի մի կերպ ժամանակն անցներ, բայց այդ բոլոր գրքերի դեղնած ու խունացած էջերը լիքն էին անհասկանալի նշաններով ու տարօրինակ տառերով, որոնցից նա ոչինչ չէր հասկանում։ Ու մի օր էլ 100-րդ, թե չգիտեմ որերորդ օրը նրա ձեռքն է ընկնում մի փոքրիկ գրքույկ, որը գրված էր ձեռագրով, ֆրանսերենին շատ նման տառերով։ Բախտավոր Ժանը ուրախությունից պար է գալիս, նա սկսում է արագ թերթել էջերը ու աչքի է անցկացնում վերնագրերը, ինչպես կարելի է սանձել գերբնական ուժերը, հաջորդը. Ինչպես կարելի է բացել բոլոր փակ դռները, ինչպես կարող ես ընդունել ուզածդ կենդանու կերպարանքը, ինչպես կարելի է իմանալ, թե ինչ է կատարվում աշխարհի այս կամ այն ծայրում։ Կոշկակարի տղան ցանկանում է իմանալ, թե այդ ժամին ինչ են անում իր ծնողները, նա ուշադիր կարդում է ձեռագիրը ու տեսնում, որ հայրը տխուր նստել է իր աթոռին ու կոշիկ է կարում, իսկ մայրը վառարանի կողքին նստած արտասվում է ու գործում։ Հետո նա ցանկանում է ամեն ինչ իմանալ սև շորերով մարդու մասին, ցանկանում է իմանալ, թե ով է նա, ինչով է զբաղվում և որտեղ է գտնվում այդ պահին, և երբ դա Ժանին հաջողվում է, այնքան մեծ է լինում նրա զարմանքը և այնքան է վախենում, որ գիրքը ձեռքից ընկնում է հատակին, նա սատանա է, իսկական սատանա։ Վախից շշնջում է Ժանը. «Ես սատանայի ճանկն եմ ընկել»։ Բախտավոր Ժանը կամաց ուշքի է գալիս, միտքը սկսում է պայծառանալ, կասկած չկա, մտածում է Ժանը, որ ես ոտքով գլխով կրակն եմ ընկել։ Ոչինչ, մի քանի ամիս հետո իմ ծառայության ժամանակը լրանում է, մի կերպ կդիմանամ ու կվերադառնամ ծնողներիս մոտ։ Ես նրանց շատ եմ կարոտել, իսկ հիմա հարկավոր է ծանոթանալ այս գրքերում գրված բոլոր գաղտնիքներին, դրանք ինձ մի օր պետք կգան, ես հիմար կլինեմ, եթե սրանք անգիր չսովորեմ։ Եվ Ժանը անցնում է գործի։ Նա բառ առ բառ բարձրաձայն սկսում է անգիր անել գրքի տեքստը։ Երբ սատանան վերադառնում է, մտնում է ախոռ ու տեսնում, որ քնձռոտ ձին սատկել է։ Ոչինչ, ասում է բախտավոր Ժանին, առանց այդ էլ նա շատ ապրեց, կգնամ քաղաք ու շուկայից մի ուրիշ ձի կառնեմ։ Իմ սիրելի պարոն, ասում է Ժանը, քանի որ ձին սատկել է, խնդրում եմ թույլ տաք մի քանի օրով գնամ ծնողներիս տեսնեմ ու էլի ետ գամ, ծնողներիս շատ եմ կարոտել։ Ոչ,
գոռում է սատանան, ես չեմ ուզում, լսում ես, արգելում եմ, որ դու թեկուզ մի քանի օրով բացակայես իմ դղյակից։ Խեղճ տղան վախից տեղում քարանում է, բայց հենց որ սատանան տնից գնում է, բախտավոր Ժանը ինքն իրեն մտածում է. «Դե լավ, պարոն սատանա, ուրեմն դու չես ուզում քո խոսքի տերը լինել, հիմա դու կտեսնես, թե բախտավոր Ժանը ինչ կբերի քո գլխին, որոշված է, ես հենց այսօր էլ կհեռանամ քո տնից»։ Առանց ժամանակ կորցնելու, բախտավոր Ժանը մտնում է սատանայի գաղտնարանը, գրպանները լիքը ոսկեդրամ ու զարդեր է լցնում և դուրս է գալիս բակ, փոքրիկ գրքից սովորած գաղտնիքների շնորհիվ բացում է դղյակի դարպասը, դուրս է գալիս բակ ու մի վայրկյանում հայտնվում է անտառում։ Աստված չանի, որ ես հիմա հանդիպեմ այդ սև սատանային, մտածում է Ժանը, տեսավ թե չէ վերջս կտա, ուրեմն ինչ պետք է անել, ուրեմն պետք է դառնալ անճանաչելի, ասելն ու մի գեղեցիկ դեղնամազ զամբիկ դառնալը մեկ է լինում։ Զամբիկի տեսքով տրտինգ տալով գնում հասնում է ծնողների խրճիթը։ Այդ ժամանակ ծեր կոշկակարը աշխատելուց հոգնել էր ու դուրս էր եկել մաքուր օդ շնչելու։ Ձիուն տեսնելով նա շատ է զարմանում։ Սիրելի հայրիկ, մի վախեցիր, մարդկային ձայնով սկսում է խոսել զամբիկը։ Ես քո տղան եմ, բախտավոր Ժանն եմ։ Միամիտ կոշկակարը խոսող ձի տեսնելով սարսափահար է լինում, վախից այնպես է դողում, որ նստած տեղից գլորվում է ցած։ Ժանը մի վայրկյանում մարդու կերպարանք է ստանում, գրկում է կոշկակարին ու տանում է տուն։ Կոշկակարը կամաց ուշքի է գալիս։ Տղան պատմում է սև շորավորի հետ իր հանդիպման ու անտառի դղյակում ապրած ծանր օրերի մասին։ Վաղը, շարունակում է բախտավոր Ժանը, քաղաքում տոնավաճառ է բացվելու, առավոտյան ես նորից ձի կդառնամ, իսկ դու պետք է ինձ տանես տոնավաճառ ու ծախես այն մարդուն, որը ինձ համար բոլորից շատ փող կտա, ոչ մի բանից չվախենաս, ես ամեն ինչ հաշվի եմ առել, ամենակարևորը չշտապես ու էժան գնով ինձ չվաճառես, իսկ հիմա վերցրու այս ոսկեդրամներն ու արծաթը, մայրիկը թող մի համեղ ճաշ եփի, որ վաղը գանք ուտենք, ասում է ու գրպանները շուռ է տալիս սեղանին։ Ծնողներն իրենց կյանքում այդքան շատ փող չէին տեսել ու կարծում էին, թե դա երազ է։ Վերջապես հայրը սթափվում է և ուրախ տղային ասում է. Ուրեմն ես չեմ սխալվել, որ քո անունը բախտավոր Ժան եմ դրել, իսկապես որ բախտավոր։ Ուրեմն ես չեմ սխալվել։ Հայրիկ, պատասխանում է Ժանը, մի քիչ էլ համբերիր, ես քեզ ավելի շատ կզարմացնեմ, և պառկում է քնելու։ Երբ արևն իր առաջին ճառագայթները փռում է աշխարհի վրա, կոշկակարը քնից արթնանում է։ Արթնացնում է նաև տղային. Ժան։ Ոչ ոք չի պատասխանում։ Երևի երազ էր, տխուր մտածում է կոշկակարը, սակայն երբ պատուհանը բաց է անում և գեղեցիկ զամբիկին տեսնում է դրսում կանգնած, ուրախությունից պար է գալիս։ Զամբիկը հպարտ կանգնել էր բակում։ Վաղորդյան ցողը ադամանդե կաթիլներ էր շարել նրա կանաչավուն բաշին։ Հայրիկ, նորից խոսում է զամբիկը, շուտ արա, մի կտոր հաց կեր ու դուրս արի, ես շտապում եմ, մենք ժամանակ չունենք։ Հայրը արագ նախաճաշում է ու մոտենում է որդուն. Սիրելի հայրիկ, ասում է Ժանը, քեզ վատ մի զգա, նստիր մեջքիս և ոչ մի բանից չվախենաս։ Անտառով գնալիս բախտավոր Ժանը խորհուրդներ էր տալիս կոշկակարին. Ուրեմն բոլորին կասես, որ իմ գինը 100 պիստոլ է, ոչ պակաս, տես հա, ինչ ուզում է լինի, էժան չվաճառես, կսպասես, մինչև քո ուզած գինը տան։ Հավատա, աշխարհում ինձ նման ձի չկա։
Այսպես զրուցելով հայր ու որդի գնում են։ Ճանապարհին նրանց հանդիպում էին ուրիշ գյուղացիներ, որոնք շուկա վաճառելու էին տանում զամբիկներ ու ձիեր, քուռակներ ու էշեր, մեծ ու փոքր ջորիներ, և բոլորն էլ հիանում էին աղքատ կոշկակարի, իսկապես որ արքայական զամբիկով։ Վերջապես հասնում են տոնավաճառ, դեռ շուկա չհասած, 4 կողմից գալիս, թափվում են բախտավոր Ժանի հոր գլխին ու բերանները բաց սկսում են զննել զամբիկին։ Շուկայում մի հարուստ ու խորամանկ ձիավաճառ է լինում, նա մոտենում է կոշկակարին ու հարցնում. «Ձիդ ի՞նչ արժե»։ «100 պիստոլ»։ «Այ մարդ, խելքդ հացի հետ ես կերել ինչ է, չէ մի չէ, 200 պիստոլ»։ «Դեմ չեմ լինի, եթե 200 պիստոլ կտան», հանգիստ պատասխանում է կոշկակարը։ «Լավ, կատակը կատակ, բայց 50-ով կառնեմ», շարունակում է առևտրականը։ «Ես 60 եմ տալիս», խոսակցությանը խառնվում է թագավորի ախոռապանը։ «Արի 70-ով համաձայն ենք», ասում է ձիավաճառը կոշկակարին։ «Ես 80 եմ տալիս», հավաքվածների միջից ասում է մի անծանոթ։ «Քանի որ իմ ձիու գնորդները գնալով շատանում են», ասում է կոշկակարը, «ես իմ ասած գինը հետ եմ վերցնում»։ «Կեցցե՛ս, ճիշտ ես անում», ուրախ բացականչում են կոշկակարի շուրջը հավաքված գյուղացիները։ «100 պիստոլ, թագավորի անունից», վրա է բերում թագավորի ախոռապանը։ «200 պիստոլ», լսվում է նույն անծանոթի ձայնը։ «Առաջ արի, գրողը տանի», բարկացած ասում է ախոռապանը։ «Ես եմ ուզում տեսնել, թե դու ով ես»։ «Խնդրեմ», ասում է անծանոթը և գալիս կանգնում է զամբիկի կողքին։ Եվ այնպիսի շեշտակի հայացք է գցում առևտրականի ու ախոռապանի վրա, որ սրանք լուռ հեռանում են, զամբիկը զիջելով նրան։ Բախտավոր Ժանը գլուխը թեքում է նոր տիրոջ կողմը և ի՞նչ եք կարծում, ո՞ւմ է տեսնում։ Նրա դիմաց կանգնած էր ինքը սև շորերով մարդը, այսինքն Սատանան։ Մի քանի րոպե լռություն է տիրում, հետո Սատանան ասում է կոշկակարին. «Ձեր կենդանուն տարեք խաչված կարապ իջևանատունը, այնտեղ էլ կստանաք նրա արժեքը»։ Ծեր կոշկակարը, վերցնելով 200 պիստոլը, շտապում է տուն, իսկ Սատանան նստում է ձին, որպեսզի սլանա իր դղյակը։ Նա ձեռքերով թեթևակի հարվածում է ձիու մեջքին, խփում է թե չէ, ձին նետի պես թռչում է առաջ, կես ժամ չանցած հասնում են անտառ։ Սատանայի համար դժվար էր ծառերի արանքով սլանալը, դրա համար էլ նա փորձում է ձիու վազքը դանդաղեցնել, ինչ անում է չի անում, ոչինչ չի ստացվում, ընդհակառակը ձին ավելի արագ է սլանում։ Սատանան այնպես ուժեղ է քաշում սանձը, որ նրանք պոկվում են ու կտոր են լինում։ Ձին ազատություն է ստանում ու հեծյալի հետ միասին կորչում է անտառի խորքում։ Սատանան տեսնում է, որ նժույգը, ասես մտածված, սլանում է այնպիսի տեղերով, որ անցնելը գրեթե անհնար էր։ Նա մեկ նետվում էր մոշի փշոտ թփերի արանքը, մեկ հայտնվում էր շագանակենիների խիտ թավուտում, մեկ խճճվում կաղնիների գետնին կպած ճյուղերի մեջ, մեկ էլ տեսար սրընթաց իջնում էր քարքարոտ բլուրներից։ Սև շորավորը կպել էր զամբիկի բաշից և 1000 ու մի շարժում էր անում, որպեսզի խույս տար խճճված ճյուղերից և հաստաբուն ծառերից։ Երբեմն դա նրան հաջողվում էր, բայց մաշկը քերծվում, արյունոտվում էր, շորերը ծվեն էին լինում ու կախվում ծառերի ճյուղերից, ուժերը հետզհետե դավաճանում էին նրան, վերջապես Սատանան շրմփում է գետնին ու գլխիվայր խրվում է մի կեղտոտ ջրափոսի մեջ։ Զամբիկը նրանից ազատվում է ու անհետանում անտառում։ Բայց էլ ինչ Սատանա, եթե հեշտ ու հանգիստ հաշտվեր այդպիսի չքնաղ ձի կորցնելու մտքի հետ։ Առանց երկար բարակ մտածելու, սև շորավորը դառնում է գայլ ու կատաղած ընկնում է ձիու հետևից։
Նա մեծ ոսტյուններով հասնում է ձիուն և այն է ուզում է բռնել նրան, երբ Ժանը, որ անգիր էր արել սատանայական բոլոր գաղտնիքները, նույն վայրկյանին ծիտ է դառնում ու ծառերի կատարների վրայով թռչում է դեպի կապույտ երկինքը։ Սատանան մի պահ զարմանքից քարանում է, բայց արագ գլխի է ընկնում. «Կա չկա սա իմ ծառան է, ուրիշ ոչ ոք չի կարող իմանալ իմ գաղտնիքները», մտածում է նա, և այդ մտքից ավելի է գազազում, դառնում է արծիվ և ճյուղերի արանքով սլանում է դեպի ամպերը։ Հենց այդ ժամանակ թագավորն իր աղջկա հետ որս էր անում այդ անտառում։ «Տեսեք», ճչում է թագավորի աղջիկը։ Դա այն պահն էր, երբ արծիվը հասել էր ծտին և ուզում էր ճանկել նրան։ «Խեղճ թռչնակ», լացակումած շշնջում է թագավորի աղջիկը, «հիմա նա քեզ կբռնի, և դու կորած ես»։ Այս խոսքերի վրա երկու թռչունն էլ անհետանում են, և աղջիկը իր գլխի վրա թեթևակի ծանրություն է զգում։ Դա բախտավոր Ժանն էր։ Տեսնելով, որ այլևս արծվից փրկություն չունի, դառնում է մի փոքրիկ ադամանդ ու կպչում է աղջկա գլխաշորին։ Սատանան այս անգամ էլ ցորենի հատիկ է դառնում ու այսպես է հետապնդում հակառակորդին։ Չհասկանալով, թե ինչ է կատարվում, թագավորի աղջիկը նազանքով թափ է տալիս գլխաշորը, և ադամանդն ու ցորենի հատիկը ընկնում են խոտերի մեջ։ Բախտավոր Ժանն իրեն չի կորցնում, նա դառնում է աքլոր, կծում և կուլ է տալիս ցորենի հատիկն ու 3 անգամ կանչում է հաղթական ձայնով. «Ծուղրուղու»։ Մի քիչ հետո տղան արդեն իր ծնողների կողքին էր։ Բախտավոր Ժանի պատվերով մայրը համեղ ճաշ էր եփել։ Նրանք սեղան են նստում, և Ժանը ծնողներին պատմում է իր պատմությունը։ Ասում են, որ դրանից հետո նա տիրանում է դղյակի գանձերին և դառնում է այդ երկրի ամենահարուստ մարդը։ Նա նստում վեր է կենում թագավորի հետ և երբեմն նրան նույնիսկ իր ծառայություններն էր առաջարկում։ Բախտավոր Ժանը չէր մոռացել նաև արքայադստերը։ Շուտով նրան հաջողվում է արժանանալ թագավորի աղջկա սիրուն, և նրանք ամուսնանում են։ Ասում են, որ մինչև օրս էլ նրանք ապրում են երջանիկ ու բախտավոր։ Ահա և հեքիաթը վերջացավ։ Եթե հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի առաջիկայում նոր ու հետաքրքիր հեքիաթներ լսելու հնարավորություն ունենաք։